Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտողներ, եթերում Պարլույս Հայաստան էջն է եւ սիրով բոլորիդ ասում ենք բարի լույս, որովհետեւ նոր օրվա սկիզբը դա հնարավորություն է մեկս մյուսին դրական էներգիա փոխանցելու էկրանից այս կողմ դեպի մեր բոլոր հեռուստադիտողներին։ Պարլույս Հայաստանը իրենց ենթադրում է, որ մենք խոսելու ենք արցախյան բարբառով, հենց Պարլույսով, ու մարդկանց ողջին ասում ենք Պարլույս, սոր շատ հրաշալի առավոտ ամը սպասում, որովհետեւ տաղավարում հյուրընկալալ ենք Բուժքույր Անյուտա Թադևոսյանին, Արցախում Անյուտա Թադևոսյանը բավականին սիրված, բավականին հարգված եւ ճանաչված կերպար է, մանավանդ առողջապահական համակարգի աշխատողների կողմից եւ իսկապես ես շատ ուրախում վեր դուք ընդունալ եք մեր հրավերը եւ սոր հնարավորություն ունենք միասին զրուցել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Դե նախ ուզում սկսենք դրից տեսնամ հունցեք, ինչ եք տնեցիք հունցն, որովհետև արդեն մոտավորապես մի տարուկես հատրնում, մունք Արցախից դույս ենք բանակվում, դույզա Հայաստանում, էլի մեր հայրենիքում, բայց մինա տանան տղան կտրված մարդը մեր լույս բարբառավա ասած, մին տեսակ դի մին արմատին մին հատը կտրածալի ինում ստի ասած, այդ դժվարությունները հունցը հաղթարում եւ հիշկա չկա մեր լույսավա ասած, ամենահայտնի բառը։ Հա, իրոք հիշկա չկա։ Ճիշտ է, մի տարիա հարմարվում ենք, ավելի շուտ հարմարվում ենք, աշխատում ենք հարմարվինք, ընտանիքը մեծ է, թորնիկներ ունեմ, երևի ավելի շատ դրա հետի մուկ ավելի հեշտ այս պերիոդը անցկացալ, աշխատում ենք շատ չխորանանք։ Թորնիկներն լավ զբաղմունք են։ Թորնիկներն շատ լավ զբաղմունք են։ Շատ լավ զբաղմունք է թորնիկներն։ Աստված անողջտանը տենց ուրախություններ լինի։ Հա, Աստված տաներ բաբոներին, դեդոներին էլ առողջություն, երկան կյանք։ Այո, որ կարողանան ծուրնատար, կուրնատար մեջ կանգնեն խոցը հետի։ Այո, ու ճիշտ ասած, նենց չի, որ ասենք մոռացանք, ուղղակի ես իմ տեսակետից պետք չի շատ խորանանք այս պահին, կենտրոնանանք, որ հատույսünk եկալ, տները մնացալ է, մեր ապրուստը մնացալ է, գլխավոր գերեզմանները մնացալ է, որ դա շատ ցավալի թեմա է։ Աշխատում եմ ես ամուսնուս տանս, ես ասում եմ կզնվեմ եք, մտածեմ եք շատ, եթե կզնվել է, մտածել է վնի, սաղս նստենք կզնվենք, մտածենք, սաղս առողջություն ես պչացնենք, բայց մի պեն չի տրնել ան, ճիշտն են, որ մտածենք հույսավ, որ ետ ենք տրնել ան, ես դա հույս ունեմ, մեծ հույս ունեմ, ետ ենք տրնել ան, և չթող մեր պատերը ինի, թող տանը տեղը ինի, քինանք մեր հողը։ Թող մարդիկան ասում տոնս վեր ինի է վեչերին պոլնի քանդած վեր մենք են արդեն տեսնում ենք լիվելատաներ քանդվեցա էլի համաձայն են քինան այդ վղում ու քոնինին որտեղ գիտում վեր սրկլանում տոնը դուք եք այդ հավատալ հա այդ հավատում ես դե շատ լավ է վեր տնեցուցել դի կարում եք շունչ տակ ոգևորիկ վեր իրանք էլ կարին իրանց ամեն օր դեպի նպատակային անցկացին Ձեզնետ այնքան խոսելի տարբեր ստի թեմաներ կա, այսինքն ձեր կյանքի տարբեր էտապներից, սկսած մանկություն, վեր անցակացալ Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում, սկսած պատանեկություն, երիտասարդություն, հետո արդեն շարժում, աշխատանք, ընտանիք եւ այլն, լոխել ստի մի տեսակ ճակատագրական հատվածներ, բայց ուզում ենք վայնց քինանք 1987 թիվը մեր ազգային զարթոնքի ժամանակահատվածը հիբվեր Արցախյան շարժումը սկսվալ Այդ վաղտը երիտասարդ դույզամ է հենգել շատ շքեղ ու երիտասարդ տեսքոնիկ, բայց տարիքավ, այդ վաղտը դուք լերեք շարժման ակտիվ մասնակիցներից։ Ոզում մի պատար այդ 88 թիվի մասին խոսիկ։ Հունցալ էլ այդ ամեն ինչը ծզետ էլի, այսինքն ձեւոնք պատմական բաները գիտում ենք, բայց ծզետի տա հունցալ էլ։ Շատ ոգևորված ենք հլալ, շատ։ Կյանքի իմաստը է տայլել։ Քեցալ միացալ այդ շարժմանը, ուզում տա հասկանամ։ Դե ուրիշ ինձ թվում է այդ վաղտը ոչ մի Ղարաբաղցի հու ապրիլիս այլ Ղարաբաղում թեկուզ Ղարաբաղից դուրս հայերն էլի սա այդ թեմայի շուրջն էլ որ պետք է Արցախը վերամիավորվի Հայաստանին դե սկզբից այդ միացումն այլ հա ու այն փոքր երեխեքից այն փոքր խոխեկը որ նոր սկսալ են խոսելը միացում բառն սկսալ կանչիլը միացում Եվի շատ կտեսնակ կադրերում որ խոխեկի քիչ խոխեկը ոնց է միացում կանչում
Դա մեզ ոգեշնչալա, ոգևորալա, մուք հասալանք, մուք պատկերացրած չենք, որ այս սևորերը вообще չենք պատկերացրալ, որ կարող է այդքան երկարի վերամիավորումը Հայաստանին։ Մուք ասանք, ստեղ ինչ կա։ Ժողովուրդը օզալա, սեսի ասալա։ Հա, նամանավան, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովուրդը քվյար կալան, մեր պահանջը արդարա, որ մուք պիտի վերամիավորվենք, մեզ վշիմպեն թվացարը վշիմպեն չի խանգարում, պաստորեն Այսինքն 88 հետ շարժման ընթացքում դուք որպես Անյուտա Թադևոսյան մտածալ չեք նույնիսկ վեր կարողա պատերազմ վերածվել այդ ամեն ինչը։ Սկզբից մտածալ չենք։ Ճիշտ է, ավելի սենց ասեմ, ավելի նենց մարդիկ որ գիտեն, գիտակ մարդիկ էլի ասենք, տենց ասենք, մասնագետներ, այդ մարդիկ որ ասեն հնարավոր չի սա առանց կռիվնյան է։ Ասենք դե խեպիտի ինի, ինչ ընկանում, ինչպես բեն ընկանում։ Այդ ալալ մեր բենելի, մեր ցանկությունը, հա։ Ու պատրաստ եմ քլալի, դե կամաց եկալա դրան ուժը։ Թուրքը թողալ չնսպասել չընտվալ, սկսալ են մի անգամից։ Արդեն ստեղնդել Սումգայիթ, Բաքու ու սկսալ այդ բեները արդեն կամաց գիացանք վեր կինամը կռվի, բայց վարկյան անգամ մտածալ չենք վեր մուք Ղարաբաղա դյուսկյանք, մուք վայ կարել չոնք։ Բայց դե վեր այդ կռվին վտը սկսալ այկելը, դա կռվը հանցպեն ավեր վտը զգումս, լի, օրինակ սե 16 քիչ թե շատ, բայց 20 թիվը օրինակ ես տիում էլ այն 20 թիվին իրա ես մի տեսակ զգայում եմ կռվի վտա կամ 23-ը դե պարզար է ոզում տեսնամ 88 հետ շարժումը վեր քեցալա մինչև առաջի պատերազմ այդ կռվին վտը վեր եկալա հեչ մտածալ չկվեր լավ է ստոպ տանք մեր սկսած գործը չէ նաբարոտ ընդհակառակը ավելի ոգևորված ավելի ոգեշնչված որ ես այդ վաղտը 88-ին համ մասնակցելիս եմ լալ այդ շարժմանը ու ես պոլիկլինիկայում եմ լալ ռոչամեր եկալում Ռուսաստանից պոլիկլինիկայում աշխատալ ու այդ ընթացքում Մարությանը Երջանկայի շատակ Վալերի Եվանդիչը առաջի մեր գոսպիտալը հիմնադիրը Ընդհանրապես Հայաստանում եւ Ղարաբաղում ռազմաբժշկական գոսպիտալի հիմնադիրը եղել է Մարությանը շատ մեծատառով մարդ լավ վիրաբույժ ու լավ մասնագետ ու լավ ստրատեգ կարելի ասած որ այն որ մունքինալիս ընկլալ բանա վեզնոյ գոսպիտալներում որ պետք է աշխատենք ինքը նես դիր քալալ ընտրելիս որ կարող է ասենք ավտոմատիկ ռեվը մեզ խանգարում չի արկերը բերելոտ է մեր քաղաքը մեզ ոչ մի բան վնաս չի տամ ու մենք հանգիստ օպերացիա ենք անում ռազմադաշտային հոսպիտալում ռազմավարական լավ պլաններ ալի մշակիլից ինքը մեզ դիրքերը ոչ մի պիսպեն իլալ չի բան ոչ մի մազը ծռալ չէ Պահատե այդ վեր արդեն սկսվել է զինվորական հոսպիտալի կազմավորումը ու առհասարակ թե հետո Արցախի հանրապետությունը թե պաշտպանության բանակը թե հինգիդամ պետական ինստիտուտներ առհասարակ մունք հենց այդ առաջին պատերազմի ընթացքում ենք չէ լող սկսալ ձևավորվել այդ բոլոր ինստիտուտները այդ թվում նաև զինվորական հոսպիտալը ու այդ պահին վեր արդեն հասկացաք վեր անհրաժեշտություն կա վեր ինքը ինի կայանա երկար եք մտածալ տեղ ինելի մասին այսինքն որտեվ զինվորական հոսպիտալի բուժքույրը այլ պենա սովորական բժշկական կենտրոնի բուժքույրը այլ պեն բարձանդեղ կյանքին ինչքան վտանգ է սպառնում իհարկե մտածալ եք թե չէ մի անգամից եկանք Մարությանին կողքը վերմունքել ենք կամ հոսպիտալը սկզբից ապկոմի նկողում ընկլալ մի երկու օր հետո մի քանի հոգավ մեր էլի Երջանկայի շատակ տետ Անժելին ու Անյա տյութին հետ տետ Անժելան էլ օպերացիոնի ավակ բուժքույր Անյա տյությանն էլ լալա մեր մայրապետը Խազայկան ամեն ինչ Այդ թվականն է դա 92 թիվը Հա, ու սկսալ ենք հոսպիտալը կազմավորել, ասենք
մատրասները պիրանք ծնդատնից, ասենք ինչ որ թազատեղն ազատագրալ տեղից ինչ որ մի լամպա, ոչ մել է, sense կամաց տղան գործիքներ մի ասենք որոշակի մեծ գործիքներ էլի Հայաստանից են բերալ արդեն որ շուշվա ճանապարհ լաչինը վերբեցվալա արդեն կրեցալ մզետի գործիք բերին դե միջև այդ մուք շրջափակման մեջ են կլալ ճակատագրական շրջափակումը մեր հետ այլալ միշտ մուզանապակ հա այսինքն այդ ամեն ինչի նաև բերնել է զուգահեռ քնայեսա ակտիվ արդեն ռազմական գործողություններ ու պատերազմ արկերի տակավը այդ գործերներից այո ով ախելիշ չընկլալ Հասը մենք վերնակ այդ մտքավը այսը մենք հասունության աշկավի եշումք Ինչն էլ այդ վխտեն բացած ողքեվորելիս ու մեր նպատակը որ վերջապես վերամիավորում ենք Հայաստանին վերջապես մենք Ադրբեջանից բրծնում ենք վերջապես մեր հայերենը ճիշտ է մեր հայերենը լավ է պահպանալ անկնած չի որ չենք պահպանա ավելի լավ քան շատ տեղեր որովհետև մեր վանքերը մեր ամեն ինչը մեր ամեն ինչը ուշարձանը ամեն ինչը խոսում անանից որ էլի մեր ժողովուրդը կարողացալ պահպանել իրան ազգային դիմակիցը հա իհարկե ճիշտ է գործող եկեղեցիներ լավ չի ու դուք լծվալը բոլնի այդ գործին զինվորական հոսպիտալի այդ գործին ու 92-ից մինչև 94 թվականի պատերազմի կանգնելը հոսպիտալում իսկ այդ ընթացքում էլ է վերօրինակ դա այդ ուզում հասկանամ Ստեփանակերտից դուրս ինչվեր տևեր այդ զինվորական հոսպիտալները վեր ներիսիլա դուք էլ քինելիս բա մեծամասամբ տենց այլ է մեծամասամբ ռազմադաշտային հոսպիտալները Մարությանը երևի 2 կամ 3 ուղղության ասենք 2 ուղղությունով լրիվ ու կոմպլեկտованն էլի ասենք երկու ուղղությունով կարողացանք օպերացիա անենք դա շատ դժվար բանալ է մի քիչ կոլեկտիվից կարողանաս երկու ուղղությունով քինաս օպերացիաներ անես Անուտա Թադևոսյանը այդ վաղ ջահիլ աղջիկ էր հա Ուսասիմ ինչքան ավալ է զետի հարմար այդ ամեն ինչը ինչքան ավալ է այդքանը ձեր սրտեն շատ դիժեր այլեր շատ դիժեր բայց ռազմադաշտային հոսպիտալը որ հոսպիտալը արդեն մեր գործը ահագին հեշտացրալ է ասենք հոսպիտալա պայմաններ կա ասենք եթե վրաններ ապա վրաններում տեղեր կա եթե տունա ինչ որ հարմարեցրած հոսպիտալի համար էլ տեղեր կա իհարկե մեր ազնական հիգիենան հոգալու համար շատ վաղ ասենք հացնք սարքալ Վիրավորը բերալն թողանք սեղանը գցած մի բեն գցալ կխավը վիրավորը հու բերալը զինվորն պիցրալ մարտա մի բեն կերակեց ավերջում դիսին եկալ տեսա բեն չկա ու շատ լավ է ու դուք դրանից ավելի կոշտ եք իհարկե նեղվալ չենք դրանից շատ լավ ալալ ու դա մեզ տիպը լավ էր ասինք վեր եթե մեզ պրադավոստվեիք տամ ինչ որ բենել պիտի մի քիչ ավել տակ որ այն եկած զինվորներին թե ուղեկցողներին կամ էլ զինվորը որ վիրակապ ընկտիրա նայեն ասոված կրվի դաշտում հիմիկ վանվանաս ինչ խորոված պետք ուտի եթե կռիվա կես սոված է կամ էլ լրի սոված է մի գոնե մի քաղցր թե տանք ու այդ ամեն ինչով հանդերձ հսալ են 94 թվականի մեր հաղթանակին վերը դասդուվալա նաև Արցախի հանրապետություն հպարտություն մեջքը ուղղել ու մոնք մոտ 35 տարի շարունակ հպարտորեն ոչ միայն Արցախի հայությունը, այլ նաև Մայր Հայաստանում ու ամբողջ աշխարհի հայությունը, դա Արցախը բոլորիս հպարտությունն է, ու դուք էլ հպարտությամբ գործը կրալ զինվորական հոսպիտալում։ Մտածում վեր միգուցե տարիների ընթացքում ցած հնարավորություն ալ տեղափոխվել այլ ուրիշ տեղեր, այդ զինվորականից դուրս գալ վերջապես, որտեղ լավ պատերազմա պետք է լալ արավում, բայց դուք շարունակալ եք աշխատելը մինչև 2023 թվական, չէ՞։ Այո։ Ընդհանրապես մտածալ չեք գործտեղի տեղափոխել մասին, ընդհանրապես մտածալ չում Ղարաբաղից դուսկյալի մասին, ընդհանրապես մտածալ չում, թեկուզ շատ հնարավորություններ ալել։ Չէ, կոնկրետ զինվորական բժշկությունից արդեն որ թոշակի եմ անցկացալ, մինչև թոշակը։ Կարայի դուսկյայի։ Այդ մասում, բախի չքիլա դուսկյալի։ Կարայի դուսկյայի, դե արդեն ասենք ստեղծալս։ Քո իմորասմա քո դուլը ստեղլումա դիրալ, արդեն քունը տա։ Ու չէ, մտածալ չում 20 թվականից հետո եմ դրա մասին մտածալ արդեն
որ արդեն զգացամ կամաց իսկ 2020 թվականի 44 օրը գիտում վեր դուք եք զինվորական հոսպիտալում ու այն ահուսարսափը ինչ վեր տեսալն մեր բժիշկները, բուժքույրերը, ցանկացած բուժաշխատող ու այն կամավորները հուվեր իրեն զինվորական հոսպիտալում, դուք էլ այն առաջիներից մինեք վեր ձեր մաշկիրա զգացալ եք այդ ամեն ինչը։ Ոնց է այդ ամեն ինչը տարալ, հաղթարալ այդ ներքին ցավը, որովհետև հայրենիքդ վտանգված է, մի մասը կորզված, վիրավորներ, հազարավոր, հարյուրավոր զոհեր, հազարավոր զոհեր, բայց դու պիտի գործանես, չէ՞, հոգեբանորեն իրավունք ունես կոտրվիս։ Շատ ահավոր է 20 թվականը։ Ահավոր արել թե մեր գործը, թե վիրավորները, թե վիրավորված տեսակները, ոնց են վիրավորված մարդիկ, ինչ ձևի ահավոր վերքեր է, որ չկար 92 թվականին։ Զինատեսակներն էլ ուրիշ։ Զինատեսակները ասում, եթե դաժե զինատեսակներից խաբար չունես, եթե համեմատես 92 ու 20 թիվը անհամեմատելի է։ Զորավ մարդին փրկեց զորավ։ Ընդհանուր առմամբ զինվորական բժշկության մեջ քանի տարի եք ելել դուք։ 32 տարի զինվորական բժշկություն։ Հետո արդեն 2023 օգոստոսից տեղափոխվել եք Մորիև մանկան կենտրոնը, հստրալ գործանիք ընդամենը 1.5 ամիս։ 1.5 ամիս, ափսոս։ Իսկ այդ տեղափոխությունը ոնց էր, ինչնա ծստի ոգևորալ վերքինակ եք քայլի։ Ես ճիշտ ասած աղջիկներս երկուսն էլ հետազոտվում էին, ամուսնացած էին հղին, հետազոտվում էին Կագրամանյանի կողքին։ Ես մորանում եմ լիգրականում խոսում։ Դե լավ, Ստեփանկերտ Ուրանտի դոկտոր Կագրամանյանի։ Հա, դոկտոր Կագրամանյանի կողքին ինքնամուք հետազոտվելիս շատ ուրախում, շատ հոյակապ ազնվորություն, շատ լավ մասնագետ, մեծատարավ մարդ։ Ես իրան շատ երախտապարտում ամեն ինչի համար, իմ թորնիկների համար նաև։ Հա, ու ես ասամ վեր տեղափոխվել ետի գիտում վեր թափուր հաստիկ կլնի շուտով ասալն ու օպերացիոնի բուժքույրի, բայց ասմա ինչ լավ կնի անյուտա գյաս, ասում ճիշտ ասած 20 թվականից հետո ես օպերացիոնին ոզում չում էլ տեսնամ։ Ասալն, բայց ոզում չում, լեստի լավ չում բենանում, ապերացյոնին էլ ոզում չում, այրուն տեսնամ, ասմա, խե անյուտա, ասում դե շատ ահավոր վերք էր ալել, ես այդ դրանից կարում չում ետքյամ, ես ոզում չում էլ ապերացյոնին, ասմա անյուտա, ընդեղ մահայլ էլ, իսկ ստղծնում դա, խոխայացնում, նոր կյանք ասմա, վայ ասած, այդ խոսքերը, հունց վար սենց բալզամ նադուշ էլ, սենց Երևի ոչ մի հոգեբան տենց ինձ այդ վիճակից չէր հանի։ Ու ես մեծ ուրախությամբ համաձայնվալում, քեզ համաշխատալում, երջանկություն ունեցալ այդ կոլեկտիվում աշխատեմ։ Ու այդ երջանկությամբ էլ սոր ձեր մեջ կա էներգիա վեր ձեր կյանք շարունակեք, ոչ միայն անձամբ ձեզ, այլ նաև ձեր ընտանիքի անդամների, ձեր շրջապատող յուրաքանչյուր մարդու հետի։ Հասստիած ելի հեռուստադիտողներ, ամեն մարդ փորձում է յուրան գործումը ինչ-որ մի հատ լույս ճարե, կախվե այդ լույսից, կարճ այդ լույսից ու առաջ քինա, որովհետև տեսնում եք մարդը օրինակ որոշ ա վեր կյանքում կոնկրետ այդ վիրահատարանին գործը անելու չի, բայց եկալ է մի պահ վեր հասկացալ է վեր նոր կյանքը, նոր սերը, նոր հույսը դա կյանքում շատ ավելի մեծ իմաստուն է։ Բոլորիդ ցանկանում ենք կյանքի նոր հույս եւ հավատ եւ այդ հավատով շարունակենք մեկս մյուսին ասելը Պարլյուս Հայաստան։